չէր տեղի ունեցել, մամուլում տեղեկություններ կային, որ Արա Աբրամյանին թույլ չեն տվել։ Այո, իրականությանը համապատասխանում է, ժամանել էր Մոսկվայից, Մոսկվա-Երևան չվերթով, 3:15:40 օդանավը վայրեջք է կատարել, հիմա ժամը 18:08 է եւ 2 րոպե առաջ նոր թույլ տվեցին, որպեսզի Արա Աբրամյանը դուրս գա, այսինքն հատի սահմանը, որպեսզի պահած լինեն մարդկանց համար պասպորտ կոնտրոլը անցնի, որևէ բացատրություն չի տրվել, որևէ պատճառաբանություն չի տրվել, օրենքին իհարկե դա հակասում է, որովհետև այս կարգի վերաբերմունք ու այս կարգի ռեժիմը նախատեսված է միայն եւ միայն, երբ որ իրավախախտում է տեղի ունենում, որևէ իրավախախտում տեղի չի ունեցել, ավելին որևէ իրավախախտում չի արձանագրվել։ Այսինքն արհեստական ձգձգում է։ Ու սա ես պետք է խոստովանեմ, որ արդեն երկրորդ անգամ է, առաջին անգամ եղավ դեկտեմբերին 24 թվականի, բայց Արա Աբրամյանի հետ նաև Հայաստան էր պլանավորում այցելել Անդրանիկ Միլյանյանի, իսկ Անդրանիկ Միլյանյանը գիտեք, որ իրեն մուտքը Հայաստանը արգելված է։ Անժամանակ արգելեցին, ինքը նպատակը իր Հայաստան այցելելու գալու ծնողների շիրիմին պետք է գերեզմաներ այցելել ծնողների, սակայն չթողեցին, այսինքն մյուս չվերթով իրեն վերադարձրեցին Մոսկվա։ Քանի որ Արա Աբրամյանի հետ էր, կարծիք կար, որ միգուցե որ միացնեին, դրա պատճառով եղավ, դա է պատճառը, բայց հիմա պարզվեց, որ սա արդեն որևէ ենթադրություն կա, թե ինչ է դա։ Որևէ ենթադրություն չկա։ Պարոն Աբրահամյանը քիչ առաջ ասաց, որ ինքը գիտի իրական պատճառների մասին, բայց դրա մասին կասի վաղը չէ միսօրը իր մամուլի ասելիություն։ Դուք կարող եք ինչ-որ փակագծեր բացել։ Որևէ փակագիծ որևէ բացել ես այսօր չեմ կարող, որովհետև պարոն Աբրահամյանը, այսինքն բարձրաձայն հնչեցնում է այն, ինչ մտածում է թե Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ եւ թե այն զարգացումներին, որոնք վերաբերում են հայ-ռուսական հարաբերություններին։ Ուրիշ որևէ բացատրություն։ Դուք դա գիտեք, թե ենթադրում եք։ Չէ, սա պարզապես ես բարձրաձայն մտածում եմ, որևէ բան չգիտեմ, որևէ բան չգիտեմ։